Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի փետրվարի 12-ից նկատվեց այն հանգամանքը, որ մի շարք անձինք սկսեցին խոսել սահմանադրության պահպանման, սահմանադրության կայունության եւ նման մի շարք այլ հարցերի մասին, իբրև պաշտպանելով սահմանադրությունը այն հայտարարությունից, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետությունում վարչապետի թեկնածու։ Հարցը ինչից առաջացավ, քանի որ Նարեկը Կարապետյան հայտարարեց, որ ճանապարհը, որով պատկերացնում ենք, որ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի Հանրապետությունում վարչապետ եւ կամ վարչապետի թեկնածու, սահմանադրության փոփոխությունն է։ Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում մի քանի ճանապարհներով։ Դրանցից ամենահայտնին հանրաքվեի ճանապարհն է, երբ Հայաստանի Հանրապետության իշխանության կրողները, ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցում են հանրաքվեին այո կամ ոչ ասելով սահմանադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ նոր սահմանադրության ընդունմանը։ Բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մեկ այլ մեխանիզմ եւս նախատեսում է։ Սահմանադրության փոփոխություն ազգային ժողովի 2/3 կողմից։ Այս ինստիտուտը իդեպ ներդրվեց 2015 թվականի սահմանադրության փոփոխությունների արդյունքում։ Ինչ է այն իրենից ենթադրում, որ սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք իրենց էությամբ, ձևով եւ բնույթով ավելի ճկուն են, ավելի հեշտ ճանապարհով կարող են փոփոխվել։ Որոնք են այդ հոդվածների ցանկում։ Օրինակ 148-րդ հոդվածը, որը ներկայացնում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգավորումները։ Իդեպ, սահմանադրության մեջ նշված հոդվածը պարզապես հղում է տալիս պատգամավորին ներկայացվող պահանջներին։ Կարծում եմ մեր հայրենակիցներից եւ որևէ մեկը երբևէ իրեն հարց չի տվել, թե արդյոք պատկերացնում է, որ օրինակ կառավարության անդամ, իդեպ այդ շարքում է նաեւ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, կցանկանա, որ լինի 25 տարին լրացած անձը։ Քանի որ այս պահի դրությամբ կարգավորումները այնպիսինն են, որ իսկապես 25 տարին լրացած մեր հայրենակիցը կարող է դառնալ վարչապետ կամ փոխվարչապետ կամ նախարար։ Ինքս կարծում եմ, որ այս հոդվածը ունի խնդիրներ։ Խնդիրներից մյուսն էլ իհարկե վերաբերում է նրան, որ թեև գործադիր իշխանության քաղաքականությունը, գործադիր իշխանությունում ծառայությունը, պարտականություններ ստանձնելը իհարկե տարբերվում է ազգային ժողովի պատգամավորի աշխատանքից, բայց սահմանադրության այս պահի դրությամբ գործող կարգավորումներով ստացվում է ներկայացվող պահանջները նույնական են։ Որքանով է սա ճիշտ։ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին վստահ եմ շատերը կհիշեն, Հայաստանի Հանրապետությունում օրակարգային ամենակարևոր հարցը, ճակերտներում իհարկե, համարվում էր սահմանադրական դատարանի կազմի փոփոխության եւ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման դադարեցման հարցերը։ Դրանք էին հանդիսանում։ Իդեպ այդ ժամանակ նույնիսկ հանրաքվեի հարցեր քննարկվում եւ արդեն իսկ նախապատրաստվում էին հանրության տարբեր ներկայացուցիչներ հանրաքվեի քարոզարշավին, այսինքն այո կամ ոչ քարոզարշավին։ Նույնիսկ վստահ եմ շատերը կհիշեն, արդեն իսկ դրա վերաբերյալ քարոզարշավը մեկնարկել էր։ Պարզապես սկիզբ առավ կորոնավիրուսային համավարակը եւ այդ հանրաքվեն որպես այդպիսին չեղարկվեց։ Եվ պարզապես ազգային ժողովի պատգամավորների 1/4 նախաձեռնության հիման վրա եւ 2/3 կողմ ձայների հիման վրա ընդունվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն ազգային ժողովի կողմից։ Մենք պետք է շարժվենք առաջ նախադեպ գուցե այստեղով։ Առավոտից մենք քննարկում ենք այս հարցը։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Եվ այսպես քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 89 դեմ 0 ձեռնպահ որոշումն ընդունվել է։ Եվ զարմանալի է ինչ որտեղ, որ այս առաջարկը, որը ներկայացվեց փետրվարի 12-ին, այն է 148-րդ հոդվածի սահմանադրության փոփոխության առաջարկը, հենց հիմնականում
քննադատվեց կամ թիրախավորվեց իշխանական ներկայացուցիչների կամ վերջիններիս կարծիքը աջակցողների կողմից։ Որոշակի տպավորություն էր առաջանում, որ այն, ինչ նկարագրեցի 2020 թվականի հունիսի 22-ի իրադարձությունների վերաբերյալ տեղի չէր ունեցել, մինչդեռ այն տեղի էր ունեցել։ Իդեպ դրա վերաբերյալ նաև առկա են համացանցում բազմաթիվ տեսանյութեր եւ ի վերջո ազգային ժողովի նիստերի սղագրություն, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ազգային ժողովի կողմից։ Իդեպ իրացվել է մեկ խմբակցության որոշմամբ, քանի որ սահմանադրությունը որպես այդպիսին նման մեխանիզմ թույլ է տալիս։ Նկատեցի նաև, որ կար մի կարծիք, որ նման հարցերը պարտադիր պետք է նաև ուղարկվեն սահմանադրական դատարան կարծիք ստանալու համար։ Կներեք իհարկե, բայց մենք ունենք, ինչպես օգտագործվել էր եզրույթը, նախադեպ։ Նախադեպը հենց նույն 2020 թվականի հունիսի 22-ի ազգային ժողովի կողմից սահմանադրության փոփոխությունն էր, ըստ որի սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը նշված նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար իրենից ենթադրում է ազգային ժողովի որոշման ընդունում, իսկ եթե որոշումը չի ընդունվում, ապա նման դիմում չի ներկայացվում։ Մենք չենք կարող ապագայի կանխատեսում անել իհարկե, բայց սա որպես օրինակ վկայակոչում ենք, որ նման փորձ կա, իդեպ այդ սահմանադրական փոփոխության արդյունքում սահմանադրական դատարանի կազմը փոփոխվեց, այսինքն անձինք, որոնք նախքան այդ սահմանադրական դատարանի դատավոր չէին, ստանձնեցին դատավորի պաշտոն։ Սահմանադրական դատարանի նախագահը իր պաշտոնից փաստացի զրկվեց եւ նման գործողությունները եղել են մեր հանրության աչքի առջև, ուղղակի մեկ հիմնական տարբերությամբ։ Այս անգամ ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ի սկզբանե ներկայացվեց այդ ճանապարհային քարտեզը, այսինքն որոշակի իմաստով ժողովուրդը իր իշխանությունը իրացնելու է նշված հնարավորությունը ընձեռելով, թե ոչ։ Այսինքն սահմանադրության նշված փոփոխության հարցը հենց ի սկզբանե քննարկման առարկա է հանդիսանալու հանրության կողմից։ Մինչդեռ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունը նման լեգիտիմության հնարավորություն չուներ, քանի որ 2018 թվականի դեկտեմբերին ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողովի համապատասխան խմբակցությունը նման առաջարկ կամ նման խնդրանք նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրությանը չէր ներկայացրել, բայց բոլոր դեպքերում ստացվում է նշվածը իրացրեց։ Մեկ հարցի էլ էի ցանկանում անդրադառնալ այս ձևաչափով, նկատեցի, որ մեծ քննարկում էր սկսվել այն հարցի շուրջ, թե ինչու էր Սամվել Կարապետյանի ուղերձը ներկայացվում արհեստական բանականության միջոցով։ Թեև արդեն դրա վերաբերյալ արձագանք տվեցի, բայց այս առիթը եւս օգտագործեմ։ Իմ կողմից ներկայացվել էր դիմում, հարցում քննչական մարմնին եւ դատախազությանը։ Արդյոք Սամվել Կարապետյանը կարող է տեսա ուղերձով հանդես գալ։ Բարդ հարց չէր իդեպ։ Կարծում եմ նաև դրան մերժելու որևէ ողջամիտ հիմնավորում էլ չէր կարող լինել, քանի որ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին, 2025 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացրել էր իր քաղաքական հայտը եւ դրա իրացման իր պատկերացումները։ Ես մի քանիսը պարզապես նշեցի։ Այդ հանգամանքները բացահայտված են եղել թե քննչական, թե դատախազության ներկայացուցիչների համար, բայց բոլոր դեպքերում նրանք մերժեցին, չտվեցին նման հնարավորություն։ Եվ պատկերացրեք, երբ անձը պարզապես մեր ձևով կմասնակցեմ եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար, 200 օր եղել է կալանավորված, իսկ ներկայումս փաստացի տնային կալանքի պայմաններում է գտնվում, որը իրավական առումով համարժեք է կալանքին։ Որքանով է ողջամիտ պատկերացնելը, թե ինչպիսի մեկնաբանություններ կկատարեն հենց նույն քննչական եւ դատախազության ներկայացուցիչները։ Կարծում եմ ակնհայտ է, որ դա մեկնաբանվելու էր որպես խախտում։ Իսկ թույլ չտալը, կարծում եմ պարզապես ոչ միայն քաղաքական հետապնդման, այլ քաղաքական գործընթացի հակամրցակցային վարքագիծ է։ Ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, բայց կարծում եմ նաև քաղաքական մրցակցության հավասարության տեսանկյունից այս աբսուրդային հետապնդումը կարող է եւ պետք է րոպե շուտ դադարեցվի։ Դրանով պարզապես հենց թե նման խոսակցությունները կվերացվեն եւ մենք կունենանք իսկապես առնվազն նախընտրական քաղաքական գործընթացի
մրցակցության տեսանկյունից ողջամիտ պայմաններ։ Ներկայումս այդ պայմանները շատ